Հələ տեսեք ինչքան ռոզմարին եմ գտել։ Հələ ինչքան կա։ Հենց է լավն է։ Թարմ նոր աճած։ Երեխեք ողջույն, լավ եք, չէ՞։ Այսօր գիտեք ինչ ենք պատրաստելու։ Մազերի ընտիր մի հատ մազկա ենք պատրաստելու։ Ֆերիցինս իջել է մինչև 4 ու կատաստրոֆիկ վիճակ է։ Մազերս փրկել է պետք, էներգիայի պակաս, մոտիվացիայի պակաս։ Մի խոսքով դե պատկերացրեք 4 ֆերիցինով մարդը ոնց կարա ապրի։ Դա համարվում է գոյատևել, այլ ոչ թե ապրել։ Ամբողջ օրգանիզմից օգնություն է պետք։ Պետք է աշխատեմ արագ բարձրացնեմ ֆերիցինս, իսկ դա հեշտ գործընթաց չի։ Միայն ուտելիքով արագ հնարավոր չի այդքան ցածր մակարդակից բարձրացնել։ Դիմել եմ ներ երակային, որ անեն ու մերժում են ինձ։ Իրանք համարում են, որ պետքա գտնել պրոբլեմը, այլ ոչ թե վերացնել հետևանքները։ Մասամբ ես իրենց հետ համաձայն եմ, պետք է տեսնեն որտեղ է կորում այդ արունը, բայց քանի որ այդ ցածր ֆերիցինի պարագայում արդեն հոդերի խնդիրներ է առաջացնում, այդ պահի իրանք հաշվի չեն առնում։ Ու մինչև ես փնտրեմ, թե որտեղ է խնդիրը, որտեղ եմ կորցնում այդ արյունը եւ այլն, ժամանակը անցնում է ու հոդերս գնալով ավելի վատանում են։ Իսկ դա իրանց ինչքան ուզում ես բացատրի, տեղ չի հասնում ու այստեղ այս Եվրոպայում այս սիստեմը, այս իսկականից մարդկանց sense այն որ ասում է, այստեղ պետքա մեռնես, որ քեզ օգնեն։ Այ այտենց։ Բարիս ո՞ն իմաստով, մի անգամ նույնիսկ ռանդևու վերցնելուց ասեցի շատ շտապ է ու անգամ բժիշկներ ասել, իրանց կասես դա շտապ է։ Ես փոխանցեցի բժշկի ասածը, ինձ գիտեք ինչ պատասխանեց, ասեց մեռնում ես։ Սենց ապշել էի, սենց ես իհարկե ունեի դրա պատասխանը, բայց այն որ չես սպասում, որ քեզ կարող է տենց հարց տան, այդ պահին այդ պատասխանն չունես, էլի, սենց ոնց կարելի է մարդուն ասել մեռնում ես, եթե շտապ է, ուրեմն շտապ է, հա, ես չեմ բացատրելու ձեզ, ես մեռնում եմ, թե ինչ եմ անում, եթե բժիշկը ասել է, ասա շտապ է, ինձ ռանդևու տվեք արագ, ուրեմն դա շտապ է։ Լավ, այդ հարցերը թողնենք մի կողմ, երևի ոչ միայն Եվրոպայում, այլ բոլոր երկրներում է տենց այդ բժշկական հարցերը։ Մի խոսքով, այն որ ասում է, սիտուացիան վերցրել իմ ձեռքերի մեջ, անգամ ես ինքս եմ բացահայտել, որ իմ խնդիրները, այդ իմ հոգնածությունը, այդ ամեն ինչ, էներգիայի պակասը, մոտիվացիայի պակասը գալիս է այդ ֆերիցինի 4 լինելուց։ Պատկերացրեք օրեր ա եղել, ուրեմն ավելի ցածր ա եղել, որովհետև ես ընթացքում ամեն ինչ արել եմ, որ ես լավ լինեմ, տարբեր բաղադրատոմսեր եւ այլն, վիտամիններ, բաներ, դրանով ինձ շատ օգնել եմ։ Ու պատկերացրեք, երևի օրեր ա եղել, երևի 4-ից էլ ներքև ա եղել։ Հիմա շատ աղջիկներ կան, որ այս նույն վիճակում են, մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն ինչն է իրանց այդ խնդրի պատճառը։ Դրա համար սիրելիներս ուշադիր եղեք, ձեր անալիզները վերցրեք ու ինքներդ նայեք, փառք Աստծո, ինտերնետը կա, AI-ը կա, բացեք, նայեք, տեսեք, որ անալիզը ինչի համար է պատասխանատու ու դուք վերցրեք սիտուացիան ձեր ձեռքերում, որովհետև ինձ անգամ շտապ օգնությունից տուն են ուղարկել ֆերիցին 4-ով։ Իրանք դրան բան տեղ չեն դրել ու ինձ էլ չեն զգուշացրել, որ սա վերահսկողության կարիք ունի։ Դու պետքա անպայման վերահսկես այս սիտուացիան, պետքա բարձրացվի սա։ Ուղղակի գրել են, դուրս են գրել, տվել են ու ինչ ճանապարհ։ Ու գիտեք ոնց ասեց, մի փոքր իջել է։ Բայց առնվազն մինիմումը պետքա լինի 20 ֆերիցինի, իսկ մոտ 4 է, դուք պատկերացրեք, ինձ ասում է մի փոքր իջել է։ Մի խոսքով թողնենք լավ այդ հարցերը։ Հիմա երեխեք ջան, տեղից էլ բնությունը ինձ տենց շատ փարթամազերով չի, տենց պարգևատրել, այսպես ասած, ստեղծել ու այս եղածնել փրկել է պետք։ Հիմա ինտերնետում բազմաթիվ փորփրումներից, պրպտումներից հետո գտա մի հատ շատ լավ բաղադրատոմս, որը ես մի փոքր ձևափոխեցի ինձ հարմար տարբերակով։ Այնտեղ ձիթապտղի յուղով էր, ես չեմ սիրում ու այլևս որոշել եմ չգնել ձիթապտղի յուղ։ Դրա համար յուղը փոխեցի ու ինձ հարմար յուղերով հիմա կպատրաստենք։ Ես ձեզ ցույց կտամ ինչ յուղեր ընտրեցի ես։ Իսկ այս բաղադրատոմսը մի հնդիկ տղա էր պատրաստում, դա նրա փոքրիկ բիզնեսն էր ու ենթադրում եմ, որ եթե արդյունքներ չտա, հետևաբար նա այդ բիզնեսը չէր կարող ունենալ։ Այդպես փոքրիկ տարաների մեջ պատրաստում էր եւ վաճառում էր ու բաղադրատոմսով կիսվում էր։ Միասին կպատրաստենք ռոզմարինով բաղադրատոմսը, բացի մազերի մազկայից պատրաստելու ենք նաև շատ համեղ բուսայուղ ու նաև այսօր եթե ժամանակ մնաց կգնանք իմ մյուս պատշգամբում, ես գեղեցիկ խոտեր եմ գնել,
քիչ հետո ցույց կտամ դա էլ, սիրուն պատշգամբը ինչ ասեմ, խոտապատենք, ինչ ասեմ, սիրունացնենք պատշգամբը։ Հիմա ինչ ունենք այստեղ սիրելիներս։ Այստեղ արդեն նախապես պատրաստել եմ ջուր եւ գոլորշու վրա պետքա եփենք մեր մազերի մասկան։ Այստեղ ունեմ կտավատի յուղ, գնել եմ դելեզից։ Այստեղ էլի մաքուր յուղ գերչակի, մեխակի հատիկներ, մեզ պետք են գալու եւ նաեւ պետքա գալու վիտամին E-ի կաթիլներ։ Սա ինձ նվիրել են երեխեք ջան, բայց դուք կարող եք դեղատներից գնել, եթե այսպիսի կաթիլներ չգտնեք, կարող եք կապսուլաներից գնել եւ կապսուլաների մեջից արդեն լցնել տարայի մեջ։ Ու նաեւ այստեղ ունենք ռոզմարինի թորմ, այսպիսի տերևներ։ Արդեն 4 օր է, սենց դրսում դրածած, ծածկած ամանով, բայց հələ տեսեք ինքն թարմա, որ ոչ մի բան չի եղել երեխեք ջան։ Սա էլ երեխեք ջան խատուտիկի ծաղիկներ եմ հավաքել, որ էլի թուրմ պատրաստենք միասին, բայց այս 4 օր է ես ժամանակ չեմ գտնում, ոչ սա պատրաստելու, ոչ սա։ Հիմա արագ անենք, էլի գործել ունեմ, էլի նկարահանում ունեմ, եթե հասցնենք սա այս թուրմն էլ այսօր կպատրաստենք, շատ հեշտ է, ուղղակի ժամանակ է պետք գտնեմ, որ ես նկարեմ, նկարելը ժամանակ է տանում։ Դատարկում եմ այստեղ կտավատի յուղը, կտավատի յուղի փոխարեն դուք կարող եք անել նաև զեյթունի յուղ, ցանկացած տեսակի լավ որակի յուղ կարող եք անել, կարող եք նաև չանել, սա ինչի եմ ես խառնում գերչակի յուղի հետ, քանի որ գերչակի յուղը ինքը իրանով շատ խիտ յուղ է երեխեք ջան, ես փորձում եմ իրան մի քիչ բացեմ ուրիշ տեսակի յուղերով, կարող եք չխառնել ընդհանրապես, բայց ինձ թվում է սա շատ լավ համադրություն է, որովհետև սնուցում է մաշկը ու չորությունը մազերի անցկացնում է։ Ինչի համար եմ խառնում նաև ուրիշ յուղի հետ, որպեսզի թուլացնեմ այդ խտությունը գերչակի յուղի, որպեսզի հեշտ տարածեմ մազերի վրա։ Իսկ պորցիաները անում ենք 1-ին 1, որքան լցնում եք գերչակ, այնքան էլ լցնում ենք յուղը, որը որ դուք եք նախընտրում անձամբ։ Սիրելիներս, ես լրիվ բաց եմ թողել մի կարևոր փաստ, իմ համար արդեն ուշ է, բայց ձեր համար ուշ չի լինի, եթե դուք կընտրեք նույնպես պատրաստել կտավատի յուղով, ապա այն կավելացնեք մի փոքր ավելի ուշ, երբ որ արդեն լավ կտաքացնեք գերչակի յուղը, որպեսզի կտավատի յուղը իր հատկությունները չկորցնի, որտեղ շատ ուժեղ տաքության ժամանակ կտավատը կորցնում է իր հատկությունները, բայց իմ համար արդեն ուշ է, ես լցրել եմ, ոչինչ կաշխատեմ շատ երկար չպահել գոլորշու վրա, լցնում եք մեխակը, մոտավորապես 7-8 հատ, 4, լավ փոքր են սրանք, համարենք 5, լավ, այսքանը հերիք է, վիտամին E նույնպես ավելացնում ենք, երբ որ կրակից վերցնում ենք, որպեսզի այն նույնպես չկորցնի իր հատկությունները, շատ կարևոր է։ Հիմա արդեն ավելացնում ենք 2-3 փունջ կարող եք դնել ռոզմարին, ես սենց մոտավորապես աչքա չափով, այսինքն մի հատ, ինձ թվում է բավական է, այս ռոզմարինով թուրմ եմ պատրաստելու, էլի սովորական տաք ջրի մեջ մի փոքր եռացնելու եմ, լցնելու եմ պզիկների մեջ, այդպես Շաղլոտս իր մազերն է խնամում, ինքը շատ է սիրում ու պարտաճանաչ անում է իր մազերի համար, այնպես որ այս ռոզմարինը բավականին շատ է, այստեղից պատրաստելու եմ նաև ձեթ, որի մեջ լցնելու ենք էլի ռոզմարին, ասում են, որ շատ համեղ է լինում տապականեր անելուց, ձուկ, միս, մի խոսքով, ուզում եմ տենց առանձին մի հատ տարայի մեջ ձեթ պատրաստել ռոզմարինով։ Հիմա այս մասան դնում ենք գազօջախին, սկզբում միացնում ենք ուժեղ ջերմաստիճանի վրա, որ արագ եռա ջուրը, հետո իջեցնում ենք միջին ջերմաստիճանի ու այդպես թողնում ենք 30-ից 40 րոպե։ Ուշադիր ենք լինում, որպեսզի յուղը չեռա, կարևոր նախապայման է, լավ տաքանա, բայց չեռա։ Տեսեք, այս մասկան ինք իրանով արդեն շատ հարուստ բաղադրատոմս է, բայց եթե դուք ունեք մազերի հետ կապված թեփոտվածության խնդիր, կամ ձեր մազերը արագ են յուղոտվում, կարող եք այստեղ ավելացնել նաև դափնու տերև 2-ից 3 հատ։ Յուղը սառել է, հիմա այստեղ ավելացնում եմ 5-ից 10 կաթիլ։ Եթե կապսուլաներով ավելացնում եք 3 կապսուլա, եթե այսպիսի տարաներով է, ավելացնում եք 5-ից
10 կաթիլ։ Հանեցի արդեն տերևները ամբողջը մեջից, հիմա սա մի հատ էլ քամեմ կամ սենց թողնեմ տակը նստի ու դատարկեմ տարայի մեջ։ Մեր մասկան արդեն պատրաստ է, քանի որ ես ընտրել եմ կտավատի յուղը, այն շատ արագ ակիսլյացիա է ալնում, ռուսերեն ասեմ, որ հասկանաք, դրա համար այն պետք է պահեք մուգ բանկայի մեջ ու ցանկալի է սառը տեղ։ Եթե ուրիշ յուղ կընտրեք, արդեն ինձ թվում է դրա կարիքը չի լինի։ Եթե ձեռքի տակ չունեք մուգ բանջկաներ, ես կարող եմ առաջարկել վերցրեք ձեռնոցներ ամենօրյա, որ գործի մեջ օգտագործում եք սև գույնի, ցրեք այդ ձեռնոցի մեջ ու այդպես պահեք։ Եվ երկրորդ տարբերակը կարող եք վերցնել սկոչ, այն մուգ սկոչերից ու սենց լավ բանկան սկոչեր, որպեսզի լույսը չթափանցի ներս ու հետո դրա մեջ լցնել։ Լավ տարբերակներ են, չէ՞։ Եթե կորոշեք կտավատի յուղով պատրաստել, պատրաստ եղեք նաև շան հոտի։ Ձկան հոտ է գալիս, այսպես ասած, մի խոսքով տհաճա հոտը։ Բայց եթե օգտակար է, ինչ հարած 2 ժամ կարող եք դիմանալ։ Եթե կպատրաստեք միայն գերչակի յուղով, ապա կքսեք միայն արմատներին, որովհետև այն շատ դժվար է մազերի վրայից հեռացնելը։ Իսկ եթե որևէ այլ յուղի հետ կխառնեք, կարող եք քսել ամբողջ մազերի երկայնքով։ Եկեք ամփոփենք ռոզմարին պլյուս մեխակ, օգնում է մազերի արագ աճին, գերչակի յուղ, փարթամություն և ամրություն, կտավատի յուղ, փարթամություն և առազգականություն, ռուսերեն ասած էլաստիչնես, որպեսզի ավելի լավ հասկանաք, վիտամին E վերականգնում, այսպիսով ստացանք վիտամին բոմբոչկա մազերի համար, գնացեք ու փորձեք, կամ էլ սպասեք իմ արդյունքներին, ես սա դնեմ սառնարան ու անցնենք հաջորդ բաղադրատոմսին։ Այսօր նոր փոշեկուլ ենք գնել, սիրելիներս, այսօր մեզ մոտ մի քիչ առևտրի օր ստացվեց այդպես, ես չգիտեմ ոնց է լինում, բայց մենք 2 տարին մեկ փոշեկուլ ենք փոխում, թանկ գնենք, էժան գնենք, կապ չունի, միևնույնն է, որոշ ժամանակ հետո չանում է, մի խոսքով նորն ենք գնել, հեսա իրար հետ կբացենք, կնայենք, մի փոքր էլ առևտուր ենք արել, ակցիոն էինք գնացել, այսպիսի մի հետաքրքիր բան ենք գնել ռանդևուների համար, հանդիպումների կփակցնենք միջանցքում կամ երեխեքի սենյակում ու դեմ ճուշիկները, որպեսզի հիշենք, աչքի առաջ լինի, որ տեսնենք թե որ օրը ինչ ունենք, շատ հավես բան է իմիջայլոց, ընդամենը մի բանի համար էինք գնացել ակցիոն, բայց այնտեղ մի բանի համար գնում ես եւ լիքը բաներով դուրս ես գալիս, Ժակլինի համար են գնել, այս սիրուն բլոկնոտը, հավեսն իմ հավեսն էլ եկավ։ Նվերներ փաթաթելու թուղթ ենք գնել, շուտով հեսա Շաղլոտից տարեդարձնա մոտենում, երեխեքին սենց հիշեիք էր, էլ ինչ ենք գնել Ժակլին, չիպսեր, տանելիքը չիպսա, բայց Ժակլին ես փոքր չիպսերը որ տեսնում է, անփետներ է իրան վերցրել, սենց սիրուն խոզանակներ, սիրուն գույներով, շատ լավն էին, իրա տարիքային, այս սրանցից ես ինչքան առնեմ մեկա պակասություն անում, ամեն գնալուց երևի այսից մի 4-5 հատով բերում եմ, բայց միշտ սրա կարիքը կա, թե էդ ինչ են այդքանի երեխեքը ջնջում գրում դպրոցում չգիտեմ։ Այսպիսի մոմեր են կարել, իրանք շատ սիրուն մոմեր են, լույս է վառվում ներքևում, այստեղ կարող ես դնել, կարող ես չէ, մոմիկ ու կարելի է ասել, եթե շատ երեխաներ ունեք, շատ հարմար տարբերակ է, ամեն տարի կարող եք օգտագործել։ Ես ունեի, մի քանի հատ ունեմ, ուղղակի չգիտեմ ինչ ա եղել, ուր եմ դրել կամ ինչ որ մեկին եմ տվել, չգիտեմ, մի խոսքով չկա էլ, բայց բոլոր տարիքայինները ունեի համարյա։ Ընթացքում միայն դրանցից էի գնել։ Հիմա Ժակլինի հերթն է հասել, բայց չունենք, չգիտեմ ուր եմ դրել։ Սա փոքրիկ բաներ է։ Պոնսոն ֆրանսերեն է կյանք։ Չգիտեմ հայերեն ոնց են ասում, վերքերին կպցնելու բաներն է, բիսկվիտներ երեխեքին, այս մոչիներից ենք վերցրել, համով ես սիրում եմ, երեխեքը այդքան չհավանեցին, այն անգամ բերել էինք, բայց սրա մեջ կա եմիշի, նենց եմ սիրում, համով ամիշ ճանապարհին բացում ենք, դրսի մարդկանց էլ հյուրասիրելով գալիս ենք ճանապարհին։ Այս մեզ ամենահամովն է։ Ճիշտ է, եմիշի է, շատ համով է, Բացիկ էր, թե չէ ես եմ ուտելու։
Մեջից առաջինը այդ եմիշիններն ենք ընտրում ուտում։ Երեխեք, սա բանը ձեթի համար եմ գնել։ Ուզում եմ ռոզմարինով ձեթ պատրաստել, առողջարար ու համեղ։ Միասին կպատրաստենք։ Ու մեկ էլ այսենց հասարակ ափսեներ եմ գնել։ Սիրում եմ սպիտակ, հասարակ, այնքան թեթև են, շատ լավ որակի։ Մի 4 հատ գնեցի ու չափն էլ նենց հարմար չափ, հա, շատ լավն էր։ Մի խոսքով դուրս եկավ, գնեցի։ Տարբեր չափսերի կար, հնարավոր է մյուսներից էլ գնեմ, որովհետև համ որակն է լավը, համ թեթև է ինքը։ Ու ամենօրյա շատ հարմար է օգտագործելու։ Այ մեկ էլ այսպես հավես բան ենք գնել պատշգամբի համար, որ սիրունացնենք, միասին կարենք։ Այս սրանց վրա գրում ենք, մագնիսներ են, տեղափոխում ենք, որտեղ ուզենք։ Հավես բան է, չէ՞։ Ահա, այսպես սենց։ Գտավ իր տեղը երեխեքի սենյակում։ Անցանք երկրորդ բաղադրատոմսին։ Ինչա մեզ պետք։ Էլի պատրաստել եմ այս տարան, որովհետև էլի գոլորշու վրա ենք եփելու։ Մեզ անհրաժեշտ է շիշ, որի մեջ կլցնենք մեր պատրաստածը առանձին։ Մեզ պետք է դուշիստի պերեց, չգիտեմ հայերեն ոնց են ասում, կարմիր պղպեղ։ Եթե ունեք տենց հատիկավոր չորացրած կարմիր պղպեղ, մի հատ գցեք։ Եթե չունեք, սա նույն կարմիր պղպեղն է, ուղղակի խոշոր աղացած տարբերակով եւ մի գլուխ սխտոր։ Հա, մոռացա վերջում մեր թագուհու ռոզմարին։ Ես ուրիշ հարմար տարա չգտա մեծ, որ 1 լիտր պատրաստենք, դրա համար կեսը կպատրաստենք, կամ 2 անգամից կանեմ, կամ կօգտագործեմ, կվերջացնեմ, նոր հետո նորից կպատրաստեմ։ Ուրեմն, երեխեք ջան, այստեղ լցնում ենք մի քիչ աչքա չափով դուշիստի պղպեղ, մի քիչ կծու եւ ռոզմարին, այսինքն մի հատ լավ փունջ։ Դնում ենք գազօջախին։ Երեխեք ջան, եթե դուք տերմոմետր ունեք, ես չունեմ, բայց մի հատ պետքա գնեմ, 1-1, 1000-ից 1-ա պետք գալիս, բայց ամեն դեպքում պետքա գալիս։ Հասցնում եք 70-ից 80 աստիճան ու արդեն բուսայուղը հանում եք վրայից, որպեսզի իր բնական հատկությունները չկորցնի։ Չենք թողնում էլի եռան։ Իսկ սխտորը ավելացնելու ենք ամենավերջում։ Սխտորը կանեմ կես գլուխ, քանի որ սա նախատեսել էի 1 լիտրի համար։ Կարող եք նաև դնել գազօջախին, այլ ոչ թե գոլորշու վրա, այսպես իմ համար ուղղակի ապահով է, բայց գլխին կանգնած լինեք, որ հանկարծ չսկսի տաքանալ, եռալ, որ չկորցնի հատկությունները։ Երբ որ ջերմաստիճանը կհասնի մոտավորապես 50-60 աստիճանի, կարող եք ավելացնել սխտորը։ Հենց այսպես կեղևներով էլ կարող եք սխտորը լցնել։ Լցնում եք, թողնում ենք 24 ժամ, որից հետո արդեն կարող ենք դատարկել տարայի մեջ։ Ես վաղը հավանաբար 1 պորցիա էլ կպատրաստեմ, որպեսզի 1 լիտր ամբողջությամբ այս տարան լցվի։ Կարող եք օգտագործել տապականներ անելիս, ձուկ, միս, կոտլետ եւ այլն։ Նույնիսկ կարտոֆիլ շատ համեղ է ստացվում։ Համ համեղ, համ էլ օգտակար։ Սա էլ իմ բուսայուղը, սիրելիներս, արդեն քամել եմ ու պատրաստա։ Երեխեք, դուք ուղղակի չեք պատկերացնում, թե սա ինչ բույր ունի, ինչ առամատ է, ընտիր։ Մնում է արդեն համեղ բաներ պատրաստենք։ Իսկ հիմա գնանք պատշգամբս գեղեցկացնելու։ Չափսերը 90 սանտիմետր է ինքը, բայց բացվում է ու զսպանակ է էլի ինքը, դառնում է 180։ Մի 3 տեսակի կար ակցիոնում, եթե ձեզ հետաքրքրում է, գինը 14 ու քանիս էր, համարենք 15 եվրո։ Այնտեղ մի տեսակ կա, որ ես շատ եմ սիրում, բայց քանի որ նրա տերևները ավելի բարակ էին, քան սրանք, ես ընտրեցի սա։ Սա իմ պատշգամբի տարածքն է։ Ճիշտն ասած, առանց չափելու եմ առել, պահի տակ պատահական տեսա ու գնեցի, հուսով եմ ամբողջը կծածկի։ Տեսնենք։ Չեմ էլ ուզում շատ բացեմ, որ ինքը իր տեսքը չկորցնի, եթե պակասի մի հատ էլ կգնեմ։ Ինձ պետք են սրանցից, որ ամրացնեմ։ Բլեժակ, ու ձգում ես, արի, արիսեց, արիստեր։ Դու կպահես, ոչ ունի։ Շատ հեշտ է, երեխեք,
Քեզ կարա։ Վերջում կկտրեմ ավելորդ մասերը։ Երեխեք, այն մեկը մի քիչ բացեցի, կարա մի քիչ երկար բացեի, ես էլ երկար բացեի ու ամբողջ բանը ծածկվեր։ Ամեն ինձ պետքա կտրվի։ Ու տեսեք, ինչ լավ բացվում է, ես քիչ բացեցի։ Աչքս պետքա չափել։ Երեխեք, տեսեք, ես մեկը որ կտրեմ, մի փոքր հատված էստեղ կարող եմ անել, կեսնել այս մասում։ Հնարավոր է, բայց տեսեք, այդքան շատ չի ծածկում, իսկ ես ուզում եմ դրսից մի քիչ երևայել այս հատվածը, որ երբեմն այստեղ ուզում եմ արև այս կողմից շատ է դուրս գալիս։ Ուզում եմ այս կողմում նստեմ ու սուրճ խմեմ, համել այդ ընթացքում որ սուրճ եմ վայելում, գոնե արև կտեսնեմ, այդ է նպատակը, իսկ ես չեմ սիրում, որ դրսից երևում է ներսը, ճիշտ է, այդեն շատ չի երևում, բայց համենայն դեպս էլի կերևա, իսկ որ այս սենց հանեմ, հələ նայեք, այսպես, որ քիչ բացեմ, համեմատաբար ավելի քիչ է երևում, քան այս տարածքը, չնայած նենց էլ ավելի սիրուն է։ Դե այսքան չի փակ լինելու։ Սա այսքան տեղը հետ կտանեմ ու նորմալ չափ կստացվի, իսկ այս մասի համար արդեն առանձին նորից կգնեմ։ Առաջինը դրեցի, երկու ծայրերը ֆիքսեցի, որ հետո համաչափ կարողանամ երկու կողմից բացեմ, որ համաչափ լինի այդ բացվածքը։ Մի հատ էլ ներքևի մասից ֆիքսենք ու հերիքա, ինքը նույնիսկ միայն այդ վերևի հատվածով արդեն լավ ամուր է։ Ժակլինի երաժշտության ներքո ենք այս ամեն ինչը անում։ Խնդրեմ ձեր անզուգական կատարումը։ Բրավո իմ բալա։ Ես պրծա, երեխեք ջան, շատ հեշտ ամրացվում է, ինձ մնում է վաղը հարմարացնեմ, գնամ, բերեմ, այս մի հատվածն էլ փակեմ եւ վերջ։ Այստեղ ես շատ հաճախ լվացք եմ չորացնում, թե չէ սիրուն նստարաններ կդնեի ու հավես կօգտագործեի, բայց ցավոք սրտի, մենք լվացքը ցավոք չէ ի ուրախություն մեզ, մենք լվացքը արով ենք չորացնում։ Ի ուրախություն եմ ասում, որովհետև ունենք այդ հնարավորությունը պատշգամբում չորացնելու, այստեղ շատերը չունեն այդպիսի հնարավորություն, ոչ բոլոր տները պատշգամբներ ունեն ու չորանոցներում են անում։ Ես չեմ սիրում ճիշտ ասած այդ չորանոցում չորացնելը, բայց դե ոչ ճաշ չունենայի, ստիպված ես էլ պետքա տենց անեի։ Բայց քանի որ ունեմ այդ հնարավորությունը, օգտվում եմ։ Չնայած երևի բացովի նստարաններից կգնեմ, կծանեմ, կդնեմ մի անկյունում, այս լվացքս կհավաքեմ, կբացեմ, սիրուն այստեղ հարմար իմ համար կսրճեմ։ Եկեք բացենք, տեսնենք ինչ մոդել է, գուցե ձեզ էլ կհետաքրքրի։ Տեսնենք ինչեր կան այստեղ։ Գլխիկները այս սպիտակ մոդելը ավելի շատ հավանեցի խանութում չկար, սայթով տեսա ավելի ուշ, եթե սա ավելի շուտ տեսնեի, սա կվերցնեի շատ դուրս եկավ։ Այն մյուս փոշեկուլը չէր փչացել, մատորը աշխատում էր, բայց արդեն չէր քաշում, չհասկացա ինչու՞մն է խնդիրը։ Ֆիլտրերը վնասված չէր, լվացած, ամեն ինչը մաքուր, չգիտեմ ինչն էր պատճառը, որ չէր քաշում, մի խոսքով դրա համար ստիպված փոխեցինք։ Հեսա վատը կասեմ, որ իմանաք, միգուցե դուք էլ եք այս պահին ուզում փոխեք, մի բան մոռացանք ստեղ։ Սա այն մի փոշեկուլս երեխեք, այնց հարմար բան ուներ, այդ փոշեկուլը սիրում էի հենց մենակ իր այդ չոտքի համար, սենց բացվում էր, սա հանվում էր, ասենք թե, ու մի անգամից չոտկը ստեղ էր, սենց քաշում էի
ու ինձ ինչ պետք էր մաքրում էի։ Միակ առավելությունը այդ փոշեկուլից դա էր։ Սա այդ հնարավորությունը չունի։ Ես այն ձեռքի փոշեկուլները չեմ սիրում։ Իմ համար շատ անհարմար է, ծանր է իմ համար։ Ես այս սովորական փոշեկուլներն եմ սիրում շատ։ Ռոբոտ փոշեկուլեր ունեմ, բայց ես ձեզ խորհուրդ չեմ տա, ես գնել եմ ու փոշմանել եմ։ Մեկա սովորական փոշեկուլ ձեզ պետք է գալու, անիմաստ մի ծախսեք ձեր գումարները այս ռոբոտների վրա։ Սրանք սենց ընթացքում իր հետ մաքրելու համար են։ Ու բացի դրանից պետքա բնակարանը շատ ազատ լինի, որ ինքը նորմալ մաքրի, տենց աթոռների ոտքերը հարմար լինի, որ արանքներով անցնի, գետնին շատ բաներ չունենաք դրած, մի խոսքով, լիքը բաներ կա, որ պետքա իմանալ այս ռոբոտները գնելուց առաջ։ Ես չէի պատկերացնում, գնեցի, բայց փոշմանել եմ։ Դատարկելու տեղը փոշին, այսինքն շատ հեշտ դուրս է գալիս։ Այստեղ ֆիլտրն է, այս ֆիլտրը շատ հաճախ է պետք տարվա մեջ մի 4 անգամ պետք է բան անել, երեխեք ջան, հանել ու լվանալ։ Այստեղից սենց բացվում է ու դատարկվում է։ Բայց ֆիլտրը այնքան դժվար էր, չեմ կարողam բացեմ։ Հեսա ինստրուկցիայի մեջ կնայեմ ոնց է բացվում, որ չկոտրեմ էլի։ Սիրուն է, չէ՞։ Այս բանն էլ այսպես կողքն է հագցվում։ Այսա մի հատ վատն էլ գտնեմ, ինչ հզորության է աշխատում։ Վերջապես գտա 230 վատ։ Նաև հզորությունը կարգավորող այսպիսի պտուտակ, մինիմում եւ մաքսիմում։ Այս մինիմումը շատ է պետք գալիս ինձ։ Նախկին փոշեկուլս չուներ այդ հնարավորությունը, մինիմում մաքսիմումի մի արագության վրա էր, իսկ սենց շատ հարմար է, որ ունենում է։ Հիմա տեսնենք, թե սա ինչքան կծառայի։ Մեզ հուսով եմ գոնե մի քիչ երկար։ Ամեն փոշեկուլ գնելուց ամուսինս հարցնում է, գառանտիա հավելյալ գնում ենք, թե չէ, ասում եմ չէ։ Դժվար 2 տարում հոչի փչանա այդ փոշեկուլը, անհնար է, ու իրոք 2 տարին լրանում է փչանում է, այս էլ որ երրորդն է արդեն, չգիտեմ, ձեզ մոտ էլ է այդպես, հատուկ են անում, ինչ են անում, թե մենակ մեզ մոտ է այդպես։ Այս անգամ էլ հարցրեց, ասում եմ չէ, այս անգամ էլ ավելի թանկ են գնել, ասում եմ դժվար, հնարավոր չի 2 տարի էլի։ Մի հատ էլ միացնենք, հուսով եմ այս լարը կարճ չի, որտեվ ես սիրում եմ, որ շատ երկար է լինում լարը։ Այսքանն է, այդքան էլ երկար չի, որ ասեմ, ափսոս։ Դժվար է գնում։ Մինիմում է, սպասեք հլը։ Լավ քաշում արդեն ուժեղի վրա, շատ ուժեղ քաշում է։ Շատ ընտիր քաշում հանում է մեջից փոշին, հələ տեսեք ինչ աստիճանի մանր փոշի է հանել խալու վրայից։ Իհարկե դե այս մի քանի օր չի մաքրվել, որովհետև մինչև գնեցինք, բայց շատ մանր փոշի է հանել, շատ լավ է աշխատում, ես գոհ եմ։